Բարի երեկո, ողջույն բոլորիս, ժողովուրդ ջան, հարգանքներս, շնորհակալություն այս տոն օրով երեկոյան միանալու համար եւ իհարկե շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր որ կկիսվեն այս եթերը։ Նախ օրվա հետ կապված, մայիսի 1-ի հետ կապված թույլ տվեք շնորհավորել բոլոր այն մարդկանց տոնը, ովքեր որ աշխատում են եւ դեռ աշխատելու են, որովհետեւ առհասարակ եթե ըստ համանadrության քաղաքացին բացարձակ արժեք է, ապա մյուս կողմից էլ այդ նույն քաղաքացին արժեք ստեղծողնա պետության ներսում եւ հարգանքներս բոլորին, ովքեր արդար քրտինքով իրենց մտքով, գիտելիքներով, ստեղծարար կարողություններով կամ ֆիզիկական տվյալներով կարողանում են արժեք ստեղծել մեր երկրում։ Ինչից որ գոյանում է այն բյուջեն, որը 1000 բանի վրա է ծախսվում։ Շնորհակալություն ասեմ, որ շատ հետաքրքիր պատրաստված միջոցառում էր եւ կարծում եմ սա աճելու տեղ ունի եւ հնարավոր է որ այս ձեռագիրը, այս մոտեցումը նաեւ վերցնեն այլ երկրներ։ Ես իսկապես ունեմ նման գիտակցում կամ նախազգացում, որ կվերցնեն, որովհետև այո, նախ առիթա բոլոր բրենդներին ներկայանալ ու ներկայանալ բացօթյա տոնական տրամադրություններով, ներկայանալ թե ինչպես են իրենք սպասարկել տարվա կտրվածքով քաղաքացիներին, կարելի է բացել, աճացնել մի խոսքով ու ավելի լավը դարձնել, հա, եւ դրանով ցույց տալ, որ այդ ընկերությունները ինչ որտեղ այո, հենց Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար են եւ այստեղ նաեւ պատասխանատվության զգացումը կմեծանա։ Մի խոսքով շատ լավ էր կազմակերպված, շատ հետաքրքիր էր ի տարբերություն սովետական տոնի, որովհետեւ այնտեղ ընդհանրապես ցուցադրվում էին պետական հիմնարկները իր աշխատողներով, իհարկե տոնական տրամադրությունները այն ժամանակ էլ տեղում են եղել, դեռ երևի ավելի բարձր վիճակում, բայց այստեղ էլ վստահ եղեք դեռ կլավար։ Ու այստեղ ամենակարևորը որն է, որ շեշտը պետք է դնել ոչ թե մայիսի 1 օրվա վրա, այո, մայիսի 1-ին է նշվում է, բայց շեշտը պետք է դնել հենց աշխատող մարդու։ Եվ սա ինքը իրանով արդեն կրթություն, դաստիարակություն է։ Ի տարբերություն այն ընդդիմադիր կոչվածների, ովքեր ծաղրում էին աշխատող մարդկանց, եթե կհիշեք, ու էլի շարունակում են ծաղրել, ասենք իրենց համար դու պիտի աշխատող չլիներ, պիտի աշխատողներ ունենայիր, էլի, ասենք որ դու լիներ լավ մարդ, աշխատող մարդը իրենց ինչին էր պետք։ Նրանք իսկապես ծաղրում էին, Կարեն Կարապետյանը կամ համբալ էր անվանում աշխատողներին, ովքեր որ պահանջում էին իրենց աշխատավարձը, ծաղրում էին, երբ որ պարտադրաբար բերում էին իրենց միտինգներին, այսա նույնպես մոտեցումը հասկանում եք աշխատող մարդուն նրա աշխատանքային իրավունքները ոտնահարելով վերել ինչ որ sense բան անել պայմաններ դնել եւ այլն քաղաքական ինչու ոչ ես շատ լավ հիշում եմ Աշոտը Փաշինյանը երբ որ աշխատում էր ինչ էին անում այդ տղայի գլխին էլի կամ ասենք շատ քաղաքացիներ ովքեր որ կարիերայի փոփոխություն ու առաջխաղացում են գրանցում սրանք վրաց ցույց էին տալի այդ տեսեք ժամանակին չգիտեմ բանը առաքիչ ա եղել հիմա падգամավորի տեխնացիա իսկ կներեք դա ինչ էր նշանակում էլի դա ինչ էր նշանակում եւ խորհուրդ կտամ բոլոր շարքային աշխատողները մարդիկ ովքեր որ աշխատանքով իրենց տունը պահում են այս ամեն ինչին նույնպես հունիսի 7-ին գնահատական տան իրենց ընտրությամբ ձեզ ծաղրել են ձեր վրա թքած են ունեցել ձեր աշխատանքի վրա նույնպես այդ ուժերը այդ դրա համար այսօր իրանք հրապարակում չէին էլ ֆրֆռում չէին էլ քայլում որովհետեւ իրանք օտար են համարում ձեզնից բոլորից նրանց համար դուք ինչքան էլ ասեն 300,000 աշխատատեղ ենք բացելու ես ենք անելու են ենք անելու նրանց ճորտեր են պետք նրանց քաղաքացի պետք չի ով աշխատում ու արժեք է ստեղծում եւ դրանից են շատ նեղվում որ եթե սահմանները բացվեն հայ քաղաքացին հասկանալու է վերջնականապես ոչ միայն հասկանալու է քաշի վրա զգալու է թե իրականում սրանք ինչքան դեբիլներ են ու ինչքան իրավունք չունեն հարստանալու ենել ապօրինի ճանապարհներով որովհետեւ դրանից են հենց բանան ասում եմ մի րոպե, եթե ճանապարհները բացվի, մենք էլ չենք կարող ոչ մեկի կառավարել, որովհետև ոչ մեկի չենք կարող զարմացնել, որ մենք մեծահարուստներ ենք կամ գործատուներ ենք, հա։ Այսինքն շատերը առաջխաղացում կունենան ֆինանսական, տնտեսական առումով ու իրանք կերկրորդվեն, արդեն չեն կարողանալ հասարակությանը հնազանդեցնել իրենց, թեկուզ շալվարով ու ժիլետով, ժակետով կամ չգիտեմ շունշանգյալ անվանելով հասկանում եք այո նրանց համար աշխատավոր մարդը շունշանգյալն է ու դա հազար անգամ իրենք ապացուցել են իրենց խոսույթում իրենց վարվելաձևերով ամեն ինչով ասենք թեկուզ ինձ որ թիրախավորում էին անընդհատ թե դու ժամանակին մատուցող ես աշխատել դու լավ եմ արել բան չանեի գնայի գողություն անեի որ ապրե չէ տղա է մի կողմից սովորում եմ մի կողմից աշխատում եմ դեռ մի բան էլ ես այդ ժամանակները իրենց երեսին թքելով ասում էի որ ոչ միայն մատուցող ես ժամանակ եղել համբալություն էլ եմ արել համբալություն այդ ոչ համբալություն ասում ինձ կոչում պարսիկների մոտ ապրանք էինք դատարկում ու բարձում փոշակոլով եղած են պլաստմասները բաները արդար քրտինքով ինձ համար ինձ թվում է բայց սրանց երկակի մոտեցումն է շատ հետաքրքիր այս Ամբել Կարապետյանը կարող եմ անգամ դնել տեսանյութը դուք էլ դիտեք ասում է ես ասում է ասֆալտ եմ փռել ժամանակին ես ձեռքերով բանա տենց քիչ-քիչ բանվորից եմ ես աճել ասում է դարձել բան sense փողատեր ու սրանք բերանները բաց զմայլված տոմի
կներեք տենամ կգտնեմ այդ տեսանյութը։ Տոմի, վայ, տեսեք, իսկական ժողովրդի ներկայացուցիչ է նա, որովհետև նա աշխատելով է հարստացել, սս բաներ են անում։ Արա, բա որ մի կողմից պիտի բերաններդ բաց կանգնեիք, լսեիք ինչա ինքը խոսում։ Բայց ինչի էիք դրել մյուս աշխատող մարդկանց անուններ կպցնում։ Ինչի համար։ Իհարկե, հետո նա հավատարիմ ծառայողա դարձել մեկ այլ կառույցի, դա էլ բան չի, էլի խորանալու էլ չի հասկանալի ասած։ Կներեք։ Չէ, չեմ գտնում, դա ոչինչ ինչ-որ է։ Հա, հեսա։ Առաջի աշխատանքը եկեք լսենք, էլի նա։ Առաջի աշխատանքը երբ ուսանող էի, իմ օրիախբայրները խոպանջիներ էին բոլորը։ Ու այսինքն 3 օրիախբայրսել խոպանջիներ էին, Տաշիրից բրիգադներ էին տանում, հիմնականում Օդեսայի եւ Կիրովոգրադի մարզերում ասֆալտի բրիգադներ էին տանում, ու շատ մեծ գործեր էին անում այն ժամանակ։ Ես եւ եղբայրս ամեն տարի ուսանող եղած ժամանակ, որպեսզի օգնենք ծնողներիս, ամառվա 3 ամիսը գնում էինք իրենց մոտ, շատ ծանր աշխատանք էր, ու ահավոր ծանր աշխատանք էր, ասֆալտ էինք փռում ձեռքով։ Հիմա ինչ որ տեխնիկան անում, մենք այն ժամանակ ձեռքով էինք այդ ամեն ինչ անում, գումար էինք վաստակում, ինչ որ բերում էի, կեսը տալիս էի ծնողներիս, կեսը հետս բերում էի, ես ապրում էի Զեյտունի հանրակացարանում եւ ամբողջ տարին կրտաթոշակն էլ ստանալով գումարած այս աշխատավարձը ամբողջ տարին ինձ լավ է զգում։ Առաջի աշխատանքը Լսեցիք, չէ՞։ Հիմա մի բան հիշացնեմ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Վովա Հակոբյանը, ով նաև լրագրող է Civic-ի, գրակցված է այս ընտրություններում падգամավորի տեխնացու քաղաքացիական պայմանագրի կողմից։ Մի քանի կայքեր, լրատվական կայքեր տեղադրել էին իր ժամանակին նա եղել է շուկայի պատասխանատու, դե շատերը առաքիչ էին ասում այդ գործանողներին, հա, տեղադրել էին նկար, ասում են նախկին առաքիչ այսօր падգամավորի տեխնացու է։ Հիմա ես խորհուրդ եմ տալիս այդ նույն կայքերին, այդ նույն լրատվականներին, ովքեր որ առավոտից իրիկուն գովքն են անում փողերի դիմաց Տաշիր Սամոյի, հրապարակել, որ նախկին ասֆալտչիկը, ասֆալտ թռողը հիմա վարչապետի անօրինական տեխնացու է։ Հրապարակեք։ Որովհետև ոնց է դառնում, եթե դուք եք դա արել, դա լավ է, նորմալ է։ Եթե ուրիշ մարդ է աշխատել, շարքային աշխատանք իրականացրել, այ դա արդեն նա չպետք է աճեր փաստորեն ու դառնալ ուրիշ մեկը, հա, չպիտի զբաղվեր երևի։ Այս երկակի ստանդարտներն է, էլի, որ մարդուն իսկապես բարկացնում է, իսկապես բարկացնում է։ Բայց այսօրվա խոսքը մենակ սրա մասին չի լինելու, ժողովուրդ ջան, հեսա մի երկու սրիկայություն էլ ձեզ ցույց կտամ։ Ամեն դեպքում այս երկակի ստանդարտները եկեք ընդունենք, որ լավ բան չի։ Կամ նույն Աշոտը Փաշինյան, որ աշխատում էր գնում նկարում, կա տեսեք եկել այստեղ ես ինչ աշխատում։ Սաուլ Լևոն Քոչարյանը ուսուց համեմատություններ էին անում, էլի, ապուշ, ասենք սետրակային, որ ռոզիսկի տակա բամ ասած բաներ, իրանք եկել ինչ, այ դա հենց դաստիարակությունն է, մենտալիտետն էր, որի վրա դուք բացասական եք ազդում, հասկացա՞ք։ Աննա Հակոբյանը 11000 դեզերտիր դրեց հայ ազգի վզին, գնել ջան, ուր է դատական ակտերը ուժի մեջ մտած։ Հարություն Հակոբյան ջան, նախ Աննա Հակոբյանը չի դրել այդ թիվը, կարող է ինքը այդ թիվը չպիտի ասել, ու 11000 ես կարծում եմ ինքը համեստություն է արել։ Համեստություն է արել։ Դու եղել ես պատերազմին։ Չեմ ուրիշ բանի համար չեմ հարցնում, ուզում եմ հասկանամ դու քո աչքերով տեսել ես այն ինչ որ ովքեր եղել են պատերազմում նրանք են տեսել։ 11000 ինչ թիվ է։ Ավելի շատ են եղել իմ կարծիքով փախնողները։ Իսկ ինչ բան, ինչ դատական բանի մասին է խոսքը։ Ելով է հիմնավորողը, ինչով հիմնավորես։ Իսկապես ասենք ուտենց ենք մտածում։ Արցախը չկա օրինակ, հիմա հետաքննություն պիտի արվի, դոկումենտները սա վառել են։ Քանի տոննա տվյալ են վառել, քանի տոննա փաստաթուղթ են վառել։ Եվ առհասարակ խեն վառել, եթե կարող էին տեղափոխել Հայաստան։ Գիտես ինչ, ասենք օրինակ, մարտի 1-ի դեպքերից երբ որ խոսում են, ես այդտեղ այդքան էլ վստահ չեմ նայում այդ գործին, որովհետև շատ լավ հասկանում եմ, որ զենքերը, որոնք որ կրակել են, հետագայում Արցախում գրուզավիկով թաղվել են հողի տակ։ Էլ գնա գտի։ Առհասարակ Արցախում շատ հանցագործություններ է, հիմքերը կան հանգիստերի։ Հիմքերը կան, որովհետև տվյալներ են եղել, զեկույցներ են եղել, ասենք Աննա Հակոբյանը 11000 թիվը օդի չի վերցնում, չէ՞։ Կամ ասենք ինչ խոսույթի մեջ է ասել։ Օրինակ դու որ տեսել ես, ես հասկանում եմ դու որ տեսանյութերն ես տեսել։ Դու տեսել ես հենց այն տեսանյութերը, որոնք որ այս լրատվական կայքերն են տարածել բացասական նեգատիվ բանի տակ։ Դու ամբողջը վստահաբար չես տեսել ու չես ջոգել, այնտեղ ինչի մասին է խոսքը իրականում գնում։ Ասեմ անկեղծ, ինչի համար եմ սա ասում, նշի քեզ բան եմ անում էլի հիմա խնդիր ունեմ ինչ որ եսի ինչ։ Նայ,
Իմ տեսանյութերից ես բառացի ասում եմ, հեսա կադրազետ եմ ցույց տալու նաև։ Իմ տեսանյութերից ընենց են կտրտելու ցույց տվել շատ մարդկանց վրա։ Դու գիտես որ օրինակ, ովքեր իմ տեսանյութը տեսել են բանի, այն Գյումրի եկեղեցին որ գնացել է, ծայրից ծայր ովքեր տեսել են, շատ լավ հասկացել են ինչա։ Բայց կտրտած տարել ցույց են տվել, հաղորդում են ներկայացրել, ու ին վրա հաղորդումներ կա բանում ոստիկանություններում։ Հասկանես, որովհետև երբ որ իրան կոնտեքստից կտրում ես, լրիվ ուրիշ բան է դառնում։ Ու քեզ ներկայացրել են կոնտեքստից կտրած տարբերակով, վստահ եմ ես։ Այլապես այս հարցը հիմա օդից չէր տա։ 11000 դեզերտիր, 11000 դեզերտիր ցավը տանը, մետի երևի մենակ առաջի օրվա մասին է ասել։ Ես ավելին կասեի։ Բայց ես այդ տվյալները չունեմ։ Ես մոտավոր կարամ իմ պատկերացումը նկարագրեմ։ Հասկանում ես։ Իսկ տվյալների հետևից արդեն Դենա թող գնան ստուգումներ իրականացնեն։ Կարան Ղարաբաղը դրա համար կապիտուլացիան, որովհետև 1000 բան պիտի դուրս գար ընտեղից։ Բա մի ամբողջ 44 օրյա պատերազմ եղել մի րոպե Հարութ ջան, հեսա կասեմ։ Նայ 44 օրյա պատերազմներ տեսա եղել 1000 տեսակ հանցագործություններով։ Այս կանդաս մանդաս որ հիմա եկել ելույթներ են ունենում։ Բա որտեղ են եղել 44 օրյային։ Մոսին որ ասում ես, բա այս գործը ոնց sense եղավ, ասում է Աննա Հակոբյանը եկավ բունկեր, մենք էլ այստեղ աշխատվեցինք, չկարեցանք գործողություն իրականացնել։ Մենք ինչեր են խոսում։ Ինչեր էին խոսում։ Կամ ասենք նույն բանի տղեն, Սեյրանոյանյանի տղեն, որ բանի մեջ նստած բետերի մեջ բանի բետերի մեջ նստած ոտից ինքը իրար խփում է։ Հազարու մի բան։ Նույն այդ հադրուտի ճամփ են բացած բաները անտառները կտրած ծառերը։ Հազար հատ բան կար։ Բայց այդ գործը վել հնարավոր չի լինելու երևի թե։ Ես վստահ եմ որ հնարավոր չի լինելու, որովհետև Արցախը չկա, փորձագետները որտեղ պիտի աշխատեն։ Իսկ ինչ վերաբերում է որքանով է ասելու բան, որքանով չէ, ցավը տանեմ։ Դրա համար եմ ասում, այդ դրա համար պետքա սկզբից մինչև վերջ նայել։ Գիտես ինչ, ասելու բան չէ դա, իսկ ասելու բան է, երբ որ ասում են դուք Ղարաբաղը հանձնեցիք։ Ասելու բան է, դուք չպատերազմեցիք։ Ասելու բան է, բա ինչ հակադարձի։ Բայց չասի, բա փախակ, այդ դրա համար էլ այտենց ճակատագրի արժանացավ։ Բա ինչ պիտի ասի։ Եվ բացի այդ Աննա Հակոբյանը պաշտոնյա չի առհասարակ, դա էլ աշխարհում ճիշտ է, ինքը առաջի տիկինա, վարչապետի կիննա բանը, բայց ինքը պաշտոնյա չի։ 94 թվին ասում Ադրբեջանը փախավ, բայց ոչ մեկ թիվ չասեց գնել ջան։ Հարություն ջան, 94 թվին դու չես ասենք տեղյակ ես ադրբեջանական ԶԼՄ-ներում ինչա կատարվել։ Կատարվել է այնքան բան ու այնքան բան են խոսացել, օրինակ նույն Ադրբեջանում, որ հեղաշրջումներ եղան։ Ու մեր ոչ մի զինապար չի փախել 94 թվին 90-ականներին նկատի ունես։ Փախել են։ Փախել են։ Ես կստանամ հիմնավոր եմ։ Օրինակ Վազգեն Սարգսյանը, երբ որ բանը լրագրողների հարցին պատասխանում ասում է, «Ստեղ եթե կտեսնեք որևիցե մեկին ֆորմով ֆրֆռալուց, ուրեմն փախած է»։ Նու միտքը այդ է իր ասացի։ Չի կարա այդ տղեն գտնվի քաղաքում։ Իսկ այդ ժամանակ քաղաքում ինչքան տենսները կային։ Այն ասֆալտի ֆիդայիներից։ Իմիջիայլոց ասֆալտի ֆիդայի խոսույթը 90-ականներից է եկել, ցավը տանը։ Փախել են, պրոստը նայած ուղղակի 90-ականներին խիչ են անդրադառնում, ասեմ ինչի, որովհետև այդ ժամանակ հիմնականում կամավորականներն էին եւ եթե կհիշեք ավտոբուսները կանգնում էին շուկաների մոտ, բան կինոների մոտ, հավլաբերեթում, հավաքում էին մարկած ու հենց այդտեղից ստանում էին միանգամից բան, որովհետև պետք էր, ես չգիտեմ, այդտեղ մի քիչ ամուր է պետք որ այդքան բանը կազմակերպել, բայց այդպես է։ Նեշեր, բոլորը բանով էին, էլի, իրանց ուզելով էին գնում, բայց հիմնականում կային նաեւ կամավորական ջոկատներ, 1000 փառք բոլորին, 1000 փառք։ Իսկ բանակ չկար կանոնավոր բանակ։ Հասկանում ես, որպեսզի ճիշտ ըմբռնես, ես դրա համար եմ ասում։ Այդ ժամանակ կանոնավոր բանակ չկար, կանոնավոր բանակը զուգահեռ էր ստեղծվում եւ անգամ օֆիցերների խնդիր կար։ Դրա համար կռված տղերքին զվանի էին տալիս, մտցնում էին բանակ, որ իրանք օֆիցեր աշխատեն։ Բայց հետո ժամանակավոր բնույթ էր կրում, հետո պիտի քիչ-քիչ պրոֆեսիոնալիզացվեր մեր բանակը, որը տենց է տեղի չունեցավ։ Հասկանում ես։ Տարբերությունները շատ մեծ են 90-ականների պատերազմի ու 44 օրյա։ Ես չեմ ասում մեկը առավել է, մեկը պակաս, ոչ։ Տարբերությունները, բայց ահռելի են, ահռելի։ 10 ցավը տան պես հարուջա սխալ ես ըմբռնում։ Ասես մեր 18 տարեկանները հերոսաբար կրվեցին, սուտա դեզերտիր մենք չունենք։ Խոսքը բանի մասին չի, պայմանագրային զինծառայողի մասին չի, պարտադիր զինծառայողի մասին չի, զինվորի մասին չի։ Խոսքը նրանց մասին այ որ հարյուրներով, հազարներով եկում էին իբր Ղարաբաղ, ֆորմեկը ստանում էին, զենքերը ստանում էին, մեկ էլ տենում էին, չէ, այս ամեն ինչը շատ լուրջ է, հելնում փախնում էին։ Բանակի մասին ով է տես բան ասել։ Բանակային զինվորի մասին ով է տես բան ասել։ Զինվորի մասին որևիցե մեկը իզից սկսած կամ Աննա Հակոբյանից սկսած որևիցե մեկը ոչ մեկ բան չի ասում, չէր կարա ասի։
Չէ, որևիցե մեկը կարա ասի, որովհետև եթե այդտեղ կրվել այն զինվորն է կրվել, այո, որևիցե մեկը չի կարող գլուխ գովա, որ արել է ավելին քան զինվորը։ Չնայած զինվորների մեջ այո, նույնպես դե մի երեխա է։ Տաղերք են, նո ջահել են։ Եղել են, մեր չի որ չեն եղել։ Թաքնվողներ, մի քիչ դե բախա, որ մտնում է մարդու մեջ, մտնում է, հասկանում ես։ Բայց այդ դրա մասին ոչ ոք չի խոսել, ու չի էլ խոսելու։ Ես ինքս էլ, ես իմ աչքի տեսածն ձեզ չեմ ասի։ Որովհետև դրա կարիքը չկա, պետքությունը չկա։ Դա էլ է եղել։ Բայց խոսքը դրա մասին չի, ու դա եղել է նախ քիչ է եղել, շատ մեծ թիվ չի, ու խոսքը զինվորների մասին չի։ Ցավը տանեմ վաշտով էին փախնում։ Վաշտով։ Ոչ թե փախնում։ Արա հելում եկում էին ընկեր։ Նայում երկայն մեկին նայում ես էլ չկան։ Ես իմ ուր եմ։ Մեկ էլ նոյեմբերի 9-ին սաղին տեսանք քուչեկը ապը։ Թե ինչ գործ ունեին քուչեկը չգիտես ախպեր։ Բայց դրա մասին ես չէի ուզում խոսել, էլի ցավը տանեմ, արի մեր այս թեմայից չշեղվենք։ Մենք այդ բաների մասին շատ ենք խոսել, պատերազմի, էլի կխոսենք, շատ ենք խոսելու։ Բայց եկեք մշտապես, ասենք, որ թեման առաջարկում եմ, եկեք այդ թեմաների շրջան բանում լինենք, էլի, հա, որ ամեն ինչից քիչ-քիչ չստացվի խոսելը, այլ խորքային կարողանանք բան անենք, անալիզ անենք ու տրամաբանենք, որպեսզի կիսած չմնա։ Մենակ սրա համար եմ ասում, եկեք հիմա դրանից չխոսենք, այ երբ որ խոսում ենք հաճախալի, երբ որ խոսում ենք դրանից ժամանակ խնդրեմ կարող եք ինչքան ուզում եք հարցնել, որի պատասխանել չիմանամ, հաստատ ումնիչիկ չեմ անել, ասեմ կներեք, այդ դրա պատասխանը չգիտեմ, բայց ճշտովեմ, հետո մյուս եթերներում կասեմ։ Սա է ցավը տանը։ Արի այդ իմաստով իրար։ Լավ, մերսի։ Լավ եմ, շնորհակալություն։ Հիմա քանի որ զրպարտություններից ու զրպարտանքներից ենք խոսում, ասեմ ձեզ հետևյալը։ Մշտապես են սրանք եղել, այ ոնց աշխատավորների մասով էի ասում, չէ, ոնց էին, ինչ ասես ասում էին, ինչ ասես մոգոնում էին։ Ու հենց նոր քո հարցին պատասխանելով ընկեր, ասում եի, չէ, որ կոնտեքստից կտրած վիդեոներ եւ այլն։ Հիմա արի sense մի հատ բան պատկերացնենք։ Պատկերացրու քաղաքացու օրը, ապրիլի 25-ին էր ընկել էս անգամ այդ օրը, ու ոնց նայում ենք մյուս տարի էլ է այդ օրը ընկնելու։ Պատկերացրու քաղաքացի օրը, սա Facebook-ը թերթում ես, ինձ էլ լավ չես ճանաչում, կյանքում չես ինձ տենց հետևել բան, հա, թերթում ես, մեկ էլ sense մի հատ բան ես կարդում։ Մեկի մոտ հրապարակած կներեք, հեսա ցույց տամ, ու մեկի մոտ չես, արշավա իմ դեմ, բայց sense ցույց տամ էլ հիմա։ Այո։ Բացում ես sense բան ես կարդում, որ մեկը կիսել է, իբր իմ գրառումը, կներեք, իբր իմ գրառումը, այդ օրը, իբր մի ժամ արած գրառում է սա, ու գրած է Նիկոլի 6000 դրամանոց խորովածը, ու ես գրել եմ կերակ չատլախներ։ Դու ինչ տպավորություն ես ունենալու։ Կամ ասենք առաջ կարանք գնանք, որովհետև այստեղ ուրիշ ձևակերպումներ էլ կան, կամ ասենք բացում ես, մեկ էլ տենում ես, արա մեկն էլ է գրել։ Ասենք սենց էլի դրել է սա իմ նկարով, յանի ես իմ գրածն ու գրել է վերևը։ Խորովածը կերակ է, դու ինչ եմ ասում, խորովածը կերակ, ու շատ թանկ չէ, իսկ հոթ-դոգը լավ կոֆե գոնե խմեցիք, թե էլի չձգեցիք։ Վերջում գոնե օրգեի մասնակցեցիք, թե այդտեղ էլ պասլա տարեցին։ Ջերմուկով թան խմեք, վրեքը չթթվի, բայց չմոռանաք անպայման գնաք ու գրլեին կընտրեք։ Եթե էլի չկարամ ուրիշ բան էլ ցույց տամ, էլի նույնը, այդ կներես, հեսա ցույց տամ ախպեր։ Ու դու դες ինչ չես ճանաչում, ասենք թե, թերթում ես, նայում ես, չես ասես մարդը գժվել, հա, խիա մարդկանց վիրավորում ասում կերակ չատլախներ։ Ինչ տպավորություն կկազմես, առանց ես ճանաչելու, այն դեմից։ Ու սա արշավ է հիմա իմ դեմ։ Մի րոպե էլի կա, մի քանի հատ կար, աշխովս ընկելը։ Հա, այնտեղ մեկը вообще դրել էր, ձեր հետ է գնելը բան, հələ տեսեք ինչ է ասում։ Հեսա։ Այս մեկը ինձ բլոկել է, դրա համար չի բացում։ Հələ մի րոպե, սրան ես պիտի որ սկրինշոտ արածել ունենամ, այս սրիկայի զավակին։ Եթերի մեջ է։ Մի րոպե, ցույց տամ ժողովուրդ ջան։ Ահա, հեսա, Նարեկ Թումասյան վրոջի։ Դրա երեկվա խորովածից օգտվողներ ձեր հետ է կերակ թե թանկեր։ Ու էլի իմ գրածը։ Հիմա այսա որ ուտենց քանի տասնյակ կան։ Հիմա եթե սա տեսնես դու, Հարություն ջան, ինչ կարծիք ես ունենալու իմ մասին։ Վստահաբար ինչ որ միտեղ էլ եթե խոսալու ունեն, ասելու ախպեր, ես գնել այնտեղ քաղաքացու օրը հացուտողներին գրել էր կերակ չատլախներ, չէ՞։ Տենց կարծիք ես չէ ունենալ։ Այս են անում։ Ու պատկերացրեք, եթե էսի համակարգված անընդհատ անեն, էլ չես կարա գնալ ջան կարա չէ, 40-20 տոննա խորոված անել ու ջրի տար տոներ, չէ՞, ցավը տանեմ, չէ, չէր կարա։
Չէ՞ կարա։ Ո՞վ է վերահսկելու։ Ես եմ դիմադիր լրագրողելն եք, ելնեի 10 տոննայից 10 տոննան կերել եք, գողցել եք։ Տենդեր պիտի հայտարարես այդպես բան։ Ֆինանսավոր ես, հետո խի պիտի Երևանում մենակ հազարդ հարց առաջանում։ Քաղաքացու տոննա, ցավը տանը։ Ասենք այսօր մայիսի 1 էր, աշխատողների օրն էր։ Այսօր ձրի ենք աշխատել մենք։ Կամ բոլորն են հանգստացել այսօր հանգստյան օրեր, չէ։ Կաֆեներում ձրի է, տոննա։ Չես ուզում եք փողոցի կոմիկ։ Իհարկե, ձևի հետ ես այդքան համաձայն չեմ, անկեղծ ասեմ, ցավը տանը։ Այդ ձևի հետ ես այդքան համաձայն չեմ։ Ես կազմակերպչական առումով այլ կերպ կանեի, բայց ձրի ինչի համար ի՞նչ ձրի։ Չէ։ Ուրիշ 20 տոն, 20 տոննա։ Բավարար 20 տոննա անես 1 միլիոն մարդ լսվի հրապարակ։ Ինչ են խոսալու։ Չէի կարող 40 տոննա անեք, չէի հաշվարկել։ Ո՞տեղ դες չի էլի ցավը տանում, հազարդ հարց կա։ Հիմի բանից անցել է, արի ես քեզ ուղիղ օրինակ բերեմ։ Բախտ է եղել, մեր օդը այն ծանր վիճակում է եղել։ Արես չգիտեմ, էսի ասեմ թե չէ։ Ոչ թիվ եմ, տարի թիվ եմ նշում, ոչ անում, որ բան։ Նայեք։ Այս 300-ը մի հատ կանգնած եղել Սյունիքի մարզում։ Ու այդ ծանր վիճակում, շատ խառը վիճակում որոշում են այս 300-ը բերեն քաղաքին մոտիկ Երևանին, որ գոնե կապիտոլիումն է, չէ՞, մայրաքաղաքն է։ Որ բան անեն, ինչ որ կերպ։ Անդիմադիները հելել ասում էին Սյունիքի մարզը տալիս են։ Իմացել եմ, որ այդ 300-ը կարող է տեղափոխեն Երևանի համար, ասում են Սյունիքի մարզը տալիս են։ Ու շատ կողպես քաղաքացիները հեսա նայեք, հեսա էսի տան, հեսա ըստեղ օտը բաց են թողում դիտավորյալ, որովհետև թուրքերի հետ համագործակցում են, թուրքերս ըստեղով մտնելու, անդեղով լինել, իմիջայլոց այդ ժամանակ դեռ Արցախը տեղում է։ Սարները տանը, մի քիչ լայն է պետք նայել այս ամեն ինչին։ Բարդ է, գիտեմ, մի ամբողջ օրը կարող է ձեր գործերով եք, բայց ուշադիր չեք նույն, կարող է իմ համար հեշտ ամբռնել, որովհետև ես դրա մեջ եմ։ Բայց պետք է սկսենք քիչ-քիչ մի քիչ լայն հաշվել։ Ես քեզ օրինակները բերեցի ինձ։ Ես էլ քեզ օրինակները բերի, մեռնեմ ջան։ Չէ, դու չգիտես Հավայի ասողը թե չէ։ Եթե դու մարդը իմանա վեշնի համացանցումով է, չէ, կարող է ժամանակի հետ կարծիք կազմես, բայց կարող է այդ կարծիքը միջև կազմես, դու արդեն լրիվ ուրիշ կարծիքի լինես։ Սրանք սես բաների վրա ինստիտուտներ են աշխատել, թե ոնց է մարդուն նեյրոնային, չգիտեմ, որ բանի բջիջի վրա ազդում ինչ տեսակ ռազմավարություն, ասենք միլիոններ է ծախսած։ Ու դա Հավայի չի ծախսած, իրանք արդյունավետության գործակից ունեն։ Ու դա աշխատում է տենց։ Ու ոչ մեկ չի կարող։ Ես որ այդքան էլի եմ ասում, բանի մարդեմ հերոստատեսության ու լրատվության բանի մեջ ինքս մեկ-մեկ իմ մեջ է մեկ-մեկ բաներ լինում, որ փշրվում, կոտրվում, հիասթափվում, ներվայնանում, կամ ասենց ես եմ զարմանում, ես եմ եկել ինձ բռնցնում ուրիշ ձև մտածելուց, բայց այդ վրա ոնց կազդի ցավը տան։ Նորմալ է, դրա համար էլ իմ եթերները կա, որ անընդհատ խոսենք տարբեր թեմաներից, այդ ամեն ինչը անենք։ Այդքանով ես կարողանում եմ օգտվել։ Կարող է դա մի հատ կաթիլ է, օվկիանոսի մեջ, բայց այդ է։ Երբեմն ընդ որում կարող է ես սխալվում կամ ասեմ բաներ, որ ընդունելի չլինի ձեր համար։ Հիմա սրանք այս բանը տարածել են։ Այս ամեն ինչը զրպարտություն է կոչվում։ Իրավական գնահատական է իրա զրպարտություն է իմիջայլոց։ Քանի որ այս սրիկաները կարող են նայեն, հիմա սրանց ասեմ։ Նարեկ Թոմասյան, ով որ հրապարակել էր իմ այդ գրառումը։ Հանդիսանում է այս Թուլլեն 1980 տակի գրառումը ես չեմ արել, այս նկարը ինձ ուղարկել են, կողքինն էլ կինն է երևի, չեմ ուզում թիրախավորվի։ Այս Թուլլեն, հիմա այս Թուլլեն, որ հելնի դեմս, կքակի տակը։ Բայց նստած էջի հետևում ինչ ասես գրել է։ Կամ Գրետա Գևորգյան չէ, նրա կնիկներ, սա աղին արդեն ճարել եմ, ով ինչա։ Այնուս աղջկան չեմ ուզում հիմի ասեմ, ուրեմն մի հատ էլ աղջիկ կար, որ տարածել էր, ես իրան բացատրեցի, ինքը ջնջեց, ոնց որ թե։ Իկա Քլոյան։ Ինքը ջնջեց։ Ես իրան հիմա ոչ մի բան չեմ ասելու, որովհետև հասկացա։ Չնայած ես ապուշնել է ոնց որ թե նախ ինձ բլոկել են, չնայած ես կարամ ուրիշ կայքով մտնեմ, իմ ընկերների մեկի Facebook-յան էջով մտնեմ նայեմ։ Դեմի ես Իլիանա Մաթևոսյան։ Խնդրեմ։ Ու գիտեք սրանք ինչ են անում, նաև ինչի համար են անում։ Ես ամա բացեմ նկարը, տեսեք, սրանց նմանները, ես սրանց նմաններին հիմնականում տեսել եմ թուրքերի հետ փողով պարկելուց։ Գիտեք ինչ են անում։ Սա 20-21-22 թվերին անցել է։ Նախ եւ առաջ նայում ես իրանց այդ գրառումները, իրանց էջը որ մտնում ես, չէ՞, ամեն հրապարակում է 5, 6, 7, 8 լայք ունի մաքսիմում։ Ընդ մեկի մոտ տեսել եմ ամենաշատը 14։ Դնում են իմ նկարը, այցես մի հատ բանով, աննասուն բանով, իբր իրանք կարևորվեցին, ու մեկ էլ մի 3-400 հոգի ռեակցիա է տալիս։ Ու դրանով իրանք դες գովազդվում են, անգամ չեն էլ զլանում, ասում են, իրանց բերանով խոստովանում են, որ իրանք իրանցից ոչ մի բան չեն ներկայացնում։
Խմբերով որն է, սա մի կուտոկա։ Ուրեմն, այս կուտոկով հարձակվել են, որովհետև իրանք գիտեն, որ իրենց լրատվական կայքերի տեսանելիությունը, եթե գումարեն իրար, մեկը գնել է մենակով դրանց կիսով շատ գոնե ջարդում է։ Այսինքն իրենք չեն կարողանում ամբողջովին շատ բան մանիպուլացնել, արդյունք ստեղծել, որովհետև գնելը ու էլի գնելի նման մարդիկ խանգարում են։ Իսկ գնելը հələ որ ամենաշատ խանգարում մի բան, ոչ թե գնելը ամենալավն է դրա, այլ որովհետև նախ այլ կերպ աշխատում գումարած դրան հերոստատեսային հաղորդումը կա։ Հասկանու՞մ։ Ու իրանք պիտի այդ հեղինակությունը փորձեն ջարդեն։ Դրա համար իմ նկարով ապուշություններ են տարածել ժողովուրդը։ Որովհետև ընտրություններ է։ Հեսա հունիսի 8-ից 9-ից էլի իրաց չեք տենալու։ Բարձվելու է գոյություն չունեն։ Հասկանում եք։ Այսա թիրախավորված աշխատանք, սա զրպարտանք է, բայց ես կարամ հիմի, կապրած մի մոտ մի ժամ առաջ մեր փաստաբաններից մեկն էր ստե, մեր ընկերներից, ասի մտածի նա ինչ կարելի անել, ասես նայած, ասա զրպարտանք է, սաղ ու ֆեյքերը քիչ են, հիմնականում իրաց դեմքերով են, կարանք մտնենք դատարան, հատ, ամեն մեկը հրապարակային, ներագությունով, սխելով, սիրուն, մուծվելով է դա, հատ, պրոստը գործը կարող մի տարի քաշի, ասի լավ դրա դարա հլը որ, հրապարակային ներողություններ, ինչքան որ պիտի մուծվելներ, ես էլ այդ հրապարակային ներողությունը հաստատ այնպես կբազմապատկեմ, որ իրանց հարազատ բարեկամներն չեն ուզենա իրանց հետ շփվել, հասկանում եք, բայց ես այդքան քեմպաով մարդ չեմ, խնդրեմ, Ակոբ Արոյան, սրան ինչ ասես, երեխեն էլ կողքը կանգնած, արա ինչի վրա ես վստահ, որ ես օրինակ չեմ լկտի անա ու աշխարհի բարերը ցեղիտ, ընտանիքիդ չեմ ասի։ Ինչի վրա խոսքի։ Ասեմ ինչի համար եմ ասում, որ անկախ դրանից դուք ինձ եք ասել թե չէ, ես կարամ պրյամ շատերն են ասում, ախպեր, բայց քեզ որ վիրավորում են դու քեզ այտենց բանով արած, որովհետև դա տեղի ունենում հրապարակային, ինչը կարանայի իմ տղի ինգերը դպրոցի։ Ով հետո կարող է դպրոցում գնա փորձի տղի սուպրիկա տանի։ Որովհետև իմ բարեկամներն են նայում, բոլորը կան չէ Facebook-ում։ Ու դու բոլորին ես դրանով ցավ պատճառում։ Ու հրապարակային զրպարտությունը, այո, ես արժանացնում եմ խլեշի ամեն ինչի։ Ով ինձ վիրավորում է հրապարակային այսպես համացանցերով, ես արխային, մեր տուն ընտանիք արեմ բերանս բաց, մեկ հավես կունենամ, կբացեմ, հավես չունենամ, չեմ բացի, տրամադրությունից է կապված։ Բայց մեկը չի կարող ինձ ստանալ։ Մեկը չի կարող, որովհետև դες դեպքերը եղել են։ Եղել է, ես ոչի դու գիտեք ինչ իմ տղեն մի շոկոլադ կյանք ա բարե։ Այս ընթացքում, այս տարիներին։ Բայց թիրախավորված է, ընտանիքս թիրախավորված են եղել, այդ թիրախավորված լինել ընտանիքի մասով։ Կանոջս ինչ ասել են, ինչ գրում էին, քանի տարի։ Ու ես դրանց հավատացողներին, դրանց սաղին, ընտանիք, էլ ես պիտի մտածեմ նա երեխու հետ, երեխուն կպնում է իմ կպուրը թե չի կպնում։ Իհարկե իրաց մակարդակին ես կարամ ճիշտեմ, բայց հա ասել եմ, ասում եմ ու ասելու եմ։ Ինչ կա կետեք ձեր որակական հատկան, որովհետև դուք չեք հասկանում ինչի մասին եք։ Դուք զրպարտությունով եք, ուրիշ բան է, իմ նկարը տնեք, բան անեք, կամ իմ որևիցե հրապարակում, մեկնաբանեք, ես շատ գիտեմ այնտեղ համաձայն չեք, քննադատեք, հասկանալի է, հրապարակային հանրային մարդ եք։ Բայց երբ որ այսպես զրպարտանքներ ու թիրախավորված աշխատանքներ են լինում, դուք եք ձեր ընտանիքներ, ձեր գերդաստաններ, ձեր յանից առաջ գրած տարերի կույտն են։ Էլ ինչ ասեմ բա։ Ուխի պիտի չասեմ։ Իմիջայլոց, ես մի բան հիշեցնեմ, այն մեկ Բաբայան կա, Արսենա ինչ այն Վանեցյանի օգնականն էր, բանում, ազգային ժողովում, ինքն էլ իրավաբան է, վրոձի, էլի, դե ընդդիմադիրների իրավաբանն է, էլի։ Սրա մասին ասել եմ, հələ այդ օրերին եմ ասել, ձեզ հիշացնեմ, ուրեմն այս սրիկան, այս սատախոսը, մուտիլովշիկը, այս զրպարտիչը, ինչ անում, որ թիվներ են դիմադրություն շարժումը, 21 թե 22, է որ օպերան փակել էին, զարտիր լավ էին երկում բան, պալատք, է որ Սեյրանովանյանը նարդի էր խաղում, այնտեղ էլ մանիտորի վրա, դրել էին էլի իմ նկարը, իմ Facebook-յան մեջ ու քննարկում էին, թե ոնց վարվեն գնելի հետ, հրապարակային օպերա։ Մի խոսքով, մի օր գիշերով այդտեղով որ անցնում եմ, որոշում եմ չգնամ ֆռամ ես իմ ոնց ես մեջներով անցնեմ, գիշերվա ժամ մարդ չկա, որ իմ համար ստից մոտեմ փողոց եմ անցնում, ես ինչ անեմ, ուրիշ ձևով խի գնամ, իմ երկիրը շրջապակել են որ ես չանցնեմ, իրենց ակցիա դու անել, ես ոչ բան եմ ասում ոչ։ Գիշերով ստերից մտա այնտեղից ուզում եմ դուրս գամ, սրանք տեսամ, հա ու այնտեղ մի հատ պալատկա տեսամ, որ են գրած էր թաղավարտ, ասել եք այն էս թաղավարտը ֆիքսեմ, որ հետո խոսալու բան կա, էլի։ Սենց անեցի, ֆիքսեցի, ուզում եմ անցնեմ առաջ, որ դուրս գամ այն կողմից, թե մի հատ սադրելու բան, ինչի սա պետք, գիշերվա ժամ։
Արա մեկ է սրանք տեսան ինձ, բա մի վազելով, մի յանի հեսա ինձ ուտում են։ Ոչ, ինչ պետք էր ասի, մեջներն մի հատ կյաժ կա, բրոձի կամանձիրեր է, ոնց իմացա, հետո ինքն էլ լավ փողեր կերել հաշմանդամ տղերքի վրով։ Լսել եմ, ասել եմ, իրան էին ման գալիս շատ մարդիկ, բան։ Ես էլ իր հաշմանդամ տղերքի մի անգամ տղերքը փող էին ուղարկել, որ հաշմանդամ տղերքին տամ։ Տարել եմ հիվանդանոցում մի պալատի մեջ, հա, մի հատ տղա էր, պարկած իրան որպեսի, տամ անուն ազգանուն են ասի, իմացա որ ուտեղ։ Տանում եմ պալատի մեջ որ տամ այդ տղեն, սա մի հատ հիստերիա է դրել, բաներ է խոսում։ Դու մի ասա ուզում ես դնեմ երկու կոպեկներ իր տամ, բայց ես չունեմ, դա մարդկանց ուղարկած փողն է, ես ու չեմ կարա ում ուզում եմ բաժանեմ, էլի։ Ոչ, ու տենց իրար ճանաչում ենք։ Էսի հելավ դեմված ու մի 40-50 հոգի մարդ, սա չեմ ասում, բաներ ա, դեռ ինչ է, ես չեմ պատում, մտա կարակ։ Իսկ ավելի են բան։ Միջա միլիցեքն էլ իրանք շուխուրարին միլիցեկը եկա։ Այդտեղ բա գնել ջան խնդրում ենք էլի, բայց ասում հա ախպեր գնում եմ, բայց ինչ, ես իմ ազատ տեղաշարժի իրավունքը խիա, իմի բան արած, բլոկած էլի։ Ինչ եմ արել, ոչ իմ համար փողոցն եմ անցնում։ Այսինքն ես ինչ ահաբեկչական խմբավորում, այստեղ պետության օրենքները չեն գործում, չեմ հասկանում։ Քայլում եմ, ոչ ես եմ շիրոտվել որ ասեմ, ոչ ասեմ ոնց եմ ես ինձ ցույց տու, չէ իմ համար ասում։ Մի խոսքով։ Հաջորդ օրը առավոտը ժամը 9-ին զարթնում եմ, տենամ ես Արսենը, Վանեցյանի օգնական այդ փաստաբան Արսենը, գրառում է։ Այս sense, ուրա հարությունը ստեղ է, չէ՞ ապեր։ Ուրեմն, այս սրա նման սարքել են իմ, ասենք պատկերացրու, էսի հիմա իմեջնա, չէ՞, նայ։ Էսի իմեջնա, չէ՞, իմ Facebook-յան էջնա։ Հիմա ես կարամ իմ գլխավոր նկարը փոխեմ, դնեմ ընկերոջս նկարը կամ քո նկարը, մի հատ հրապարակում գրեմ, ինչ որ ուզում եմ, screenshot անեմ, հետո էլի հետ փոխեմ իմ նկարը, այն screenshot-ն էլ տարածեմ, սա իմանամ թե դու կամ իմ ընկերն եք տարածել։ Այդ գրառումը արել։ Հասկացա՞լ։ Դրա համար երբ որ դուք տեսնում եք նույն Նիկոլի նկարով, իմ նկարով, Պողոսի նկարով, ինչ որ screenshot-ով բաներ, ավելի լավ է չալարեք, մտնեք նրանց էջում նայեք, տես բան կա թե չէ։ Այս անասունները տես բան են սարքում, ու դրված է իմ ու Նիկոլի նկարը, ասես Նիկոլի գլխին լուսապսակ բամար ու վերևը գրառում, իբր ես եմ գրել, որ ինձ համար Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է աստծուց հետո երկրորդ մարդ, ինչ-որ բաներ են գրել իրենց երևակայություն։ Տենում եմ այդ տարածը, մտնում եմ սրա էջը, որ բենիս եկածն ասեմ, արա մեկ էլ տենամ մի հատ էլ գրառում արել։ Հենց նոր ինձ ասացին, որ գիշերը գնել Սարգսյանը հարփած, նա ինչ ա գրում, մտել է բան, այդ Կալցևոյի մեջ, օպերայի, եւ ցանկացել է պատռել այնտեղ տեղակայված Հայաստանի եւ Արցախի դրոշները։ Նա ինչ ա գրում։ Վերնամ ասում եմ լսի, սրիկալ լակոտ։ Ուրեմն օպերան այդ Կալցևոն, ինքը հսկայական խաչմերուկ առնվազն 8-ից ավել կամերայա նկարում։ Դու իրավաբան ես։ Դու կարաս իրավաբանական հարցում անես, ու քեզ տրամադրեն տեսանյութերը։ Քո փայ, ով որ այդ տեսանյութները չվերցնի ու չհրապարակի, որտեղ կերևա, որ ես ինչ որ պահվածք եմ դրսել, որ ուր մնաց ցանկացել եմ այր վառել, դե պատրել է դրոշները։ Ով դա չանի, ես նրա սենսը, նենցը։ Այս ինչ եք ասում, բաբա, ասում եմ դու լսի չեմ, ոչ ինչ կա։ Ասեցի, բլոկեց, որովհետեւ մեկնաբանությունների դաշտում մնացածներ են դնում։ Ասում դու փաստաբան ես, արա ես քեզ պիտի բացատրեմ, ոսը սաղովը թիրախավորած հարցակված եք վրես, որ մարդկանց մոտ իմ հանդեպ տպավորությունը փոխեք։ Հիմա դու ունես հնարավորություն այդ քո ասածը տեսանյութով հիմնավորես, ու всё, վերջ ես կարող պատասխանեմ, ոչ որևիցե մեկը կարող արդարացնի, ինձ ոչ մի բան ապրծրում գնում եմ, էլի, չէ՞, լեռագույնը որ ուզում եմ պատմել։ Իմ համար այդ մարդը վերջացած մարդ ա ուզում լինի։ Վստահաբար ձեր համար էլ ատես, չէ՞։ Ախպեր բլոկեց էլի կորավ։ Բայց այդ ֆոտոն էլ այտենց տարածվում էր էլի։ Այ ասենց թիրախավորած աշխատում է։ Ընդ որում ես այդ ժամանակ եթե չեմ սխալվում, ԿՊ-ի անդամ եմ, չէ։ Չէ, միշտ անդամա գրված էի թե չէ։ Ինչ եմ ուզում ասեմ։ Այս զրպարտանքով կներեք 1090 բառից համար բոզի շարով ուզում են գան իշխանության։ Սրանք քաղաքական ուժեր են։ Ու այս ուժերի ենթակա չուբլեբասներ են, արա ովքեր փողով են էսի չեն անում, է։ Անում են, որ իրենց գլխին մեկը շոյի ասի, ապրեցես ինչ լավ բան ես արի, բալադեց, անես շոկոլադե կեր։ Կամ վերջը կեր, մի բան կեր։ Հասկանում եք։ Այս սրանք դրա համար, ես վստահ եմ, սրանք դրա համար փողել չեն ստանում սկի երևի։ Չնայած որ ստանան չեմ զարմանա։ Սա է իրանց գործը։ Հիմա հասարակ բան եմ ասում։ Թող ես ում եմ սատարում, ում չեմ սատարում, դնենք մի կողմ ախպեր։ Այս ամեն ինչի մեջ այս մուտիլովկե կանողների զրպարտություն անող, արա նորմալ թասիբով տղամարդը տղեն։ Չեմ ասում ով իրանց ընտրի անթասիբա, կավլիցի, չէ։ Արա բայց ես ինձ հարց եմ տալի, բարձրաձայն եմ ես ինձ այս հարցը տալիս։ Արա թասիբով տղեն։ Բոզին կընտրի, արա, սենց շարերին կընտրի։ Ովքեր որ զրպարտություն, չէ, գիտեք ոնց է։
Պաշտոնը նենց բան է, դա ինչ որ չգիտեմ, դավտրախալ բաց է, պաշտոնը։ Բայց զրպարտան քո վրա գործ կարողով կամ քո վրա շարրանողով։ Ասենք լավ, քո վրա չարի, ին վրա արի, Պողոսի վրա արի։ Կարելի է արա։ Դու քիչ մանա էլի պետք ունենա։ Ու սրանք էս ռուսամետ ուժերը ու նախկինները սաղ լույնից են եղել։ Ես պատմություններ գիտեմ։ Ընդ որում իրաց ներկայությամբ սեղանի շուրջ ժամանակին պատմում խնդում էին իրար վրա։ Պատմություններ եմ, ես իմ մասնագիտությունից ելնելով շատ է եղել, որ շատ սեղանների մասնագիծ եմ եղել։ Պարզապես ինչքան էլ մարդիկ կան սրանց ատեմ, միևնույնն է, այն բանը չեմ անցնի, ասենք ոնց ասեմ, անձնական զրույցները չեմ հանի դաշտ։ Եթե հանգարց իրանք չփորձեն մի հատ մուտիլով կանեն իմ վրա։ Այդ պարագայում եմ որ բայց այնպես չէ, էլի, ասենք իմը չի էդի։ Բայց այդ սեղանների շուրջ այնպես բաներ են խոսում իրար մասին ու պատմում, իրար ներկայությամբ, հետևից չէ որ ասես բանը, Արա ու խնդում են, արա ես գլխիս արասում ոնց իմ աշխարհի մասին պատկերացումը երևի այդտեղ ավելի շատ մեծացել։ Դու փաստորեն ես մարդիկ կան, ու սրանց լակոտները, չգիտեմ, այնպես 07-երն էլ էին մոդա սպիտակ գույնի, հետո դորջարները մոդա դորան։ Այդ տասկոները ճառալով ֆռում են, իբր լավ տղերք են։ Իրանց հոր հետույքով ֆռում են, հերն էլ պարզվում է մի այսպես զրպարտիչ մեկն է։ Ու ես այդ ժամանակ եմ մշտապես ասել, ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ ու հպարտությամբ եմ ասում, որ բանվոր մարդու տղա եմ։ Որովհետև իմ հեր աշխատել, բերել ինձ կերակրել։ Արա, երես դրանց նման լիներ, ես չգիտեմ, չէի կարող ընդունել։ Ոչ միայն չէի կարող ընդունել հորս, ասել ակվել ինձ մի կապեք իր այդ։ Անկախ ամեն ինչից։ Ոչ միայն չէի ընդունի, այլ նաև ուր մնաց թե դրիկ բրիկներով ֆրֆրայի անի ես այդպես բան գիտեք ով եմ բան։ Որա ամոթ արա։ Երբ այդտեղ ում հասնում է կամակն է լզում։ Դու ստեղ քանի որ իրար տղեն ես փորձում ես ես ինչ անել չի կարելի արա։ Այսպես բաները տասիբ, նամուս, արժե համակարգեր, նորմալ գաղափարական, մաքուր, մարդկային սաղ սրանք տասնամյակների ընթացքում սարքեցին գիտեք այ հենց էսի, որ արի ապե բանը մի հատ շլվեր կա քո հարկով կտնանես մի քիչ կերկարցնես ես ինչ որ կակցնես որ կակցնես որ գացես իշտեղ Ես 20 բեկալ որ ինձ ընտրես ահ պերես ու իրանք էլ յանի դա խարոշի տպեր են յանի էս չի արա ձեր ուղեղը էս չեք դու կարա սա վարակ է սա լրջագույն հիվանդություն կային տղամարդիկ արա տղա գիտեմ մերը դեշտի Թուրքիա գործ անում իմի ես Թուրքիա գնացողներին հետ բան չունեմ ասեմ ավելին մի անգամ Բուլղարիայից գալուց մի գիշեր ընկերոջս հետ մնացինք Թուրքիա հաջորդ օրը պիտի գայինք Տոմսի փողի հետ կապված խնդիր կար մոտներս ու չէր ելիքում փող հա այնտեղ կարգոյն ցանոթ լավ ընկեր ունենք ասել ախպեր չմտածեք հեսա բանը ավտոբուսը մարդիկ եկել են առևտուն դեռ օրեր կա էլի շաբաթվա ես եմ այդ մի օրն երկու ասես կապրած այդ օրն է իրիկունը շարժվել է ես ես կճապեմ ասիկ լավ ապրես ախպեր իրիկունը այդ գործանողների հետ ճապ ենք եկել սաղ կնանիք նո 90%-ը ասա ես խնդիր չունեմ մարդիկ աշխատում են ունեն բայց ես խնդիր ունեմ այն անասունի հետ ու մերը 20 տարի է 30 տարի է գնում է Թուրքիա գալիս է բայց ինքը ստեղ կանգնած պարապ չի աշխատում կյանքում չի աշխատել ընտրություն մարբորոյ ածխել մնացած օրերը սիգարետա մուֆտես աղիցս կանգնած այրեսի այս թուրքը ուզում է սահմանները բացարի թուրքը սնուկ մերը Թուրքիա հետո գալի 30 տարի արա այս դեգրադացված խելապ այս խեղված արժե համակարգերը որ մեկ նայում ես ինքը բավ գնա գալիս է ինչ այլնա սերաբրոցի մեկ նայում ես ինքը вообще բորդիցա դրա մասին խոսում սա են սպան դրա համար կհիշեք ահագին ժամանակ առաջ էր որ կոնկրետ հարց տվեցի ասի նայեք եթե մենք ասենք օրինակ ճապոնացի մենք մեկ երկու նյութ նայենք կհասկանանք ճապոնիայում ինչա կարելի անել եւ ինչ չի կարելի անել ճապոնացին ինչը կանի եւ ինչը երբեք չի անի կարանք նայենք ասենք օրինակ գերմանացին Ինչ մի հատ բան կա, որ բոլոր գերմանացիները այդպիսինն են։ Չէ՞ ասենք, ես իմ ասում եմ չշտապային կամ չի, ամեն մեկը բայց ու դու իսկապես այդ երկրում հակառակ բանի չէ, դա ոչ թե օրենքով է սահմանված, այլ բարոյական նորմով, այդպես է այդ երկրում։ Ասենք դու չես կարա բանում, չգիտեմ, Հոլանդիայում տենաս մարդ, ու ավտոյի ռուլին օղրեմենը չի գցել։ Օրինակ, հասարակ բան, ես չեմ ասում, ես ինչ վեր բան։ Մենակ Հայաստանում է, արա որ միշտ չգիտես դիմացինից ինչ սպասել։ Ընդհանրական գնահատական, ընդհանրական մի բան, որը ոչ մի հայ չի անի, չկա, կամ մի բան, որ եթե դու հայ ես, դու այդպիսին ես, էլի չկա։
Մի հատիկ բան, տարական, ամենատարական բանը։ Այն ժամանակ, երկրորդ համաշխարհայինի ժամանակ, շպիոնին բռնել են, ռուս շպիոնին, բռնել են, գիտեք ինչի վրա։ Որ բանը նստած խմելուց բարմենին ասել եմ ես 3 հատել վիսկի բեր։ Այս ժեստի վրա, որովհետև գերմանացին 3-ը sense ցույց չի տա, sense ցույց տալիս ինքը 3-ը։ Սրա վրա բարձրաստիճան պաշտոնյա ով սովետի շպիոնա բռնել են։ Հասկանում եք։ Այսպես բանի մասն եմ, էլի ասում, ասենք ինչ կա, որ մենք ատենց ենք անում կամ ատենց չենք անում, չկա, որովհետև սաղ դեգրադացվի։ Սաղ, եթե այն տասնամյակներ առաջ լիներ, ես շատ բաներ կթվարկեի նամուս թասիբի գաղափարախոսությունից ելնելով։ Այնքան բան կա, արդ ասա ախպեր չի կարա, էլի հայ մարդը այսի բանը սենց ան, չի կարա։ Բայց այսօր ինչ ասես կարա անի։ Ու ոչ մեկին էլ ոչ վստահելու, ոչ մը, սա 90%-ը կեղծ, սուտ, իրանք առօրյայում իրանց մասին սուտ են։ Ու դուրս են գալիս մարդկանց էլ զրպարտում են այսպես։ Հա, գաք ջան։ Մի հատ եկեք ես նյութներ կարդամ ձեզ համար, հա։ Նայեք։ Քանի որ արդեն ժամանն հենց է որ կարելի է եզրափակել, եթե բայց մի կարևոր բան, որի մասին ասել եմ, էլի եմ ասում, ու հնարավոր է մինչև ամսի 5-ը էլի ասեմ։ Ուրեմն, sense մի հատ կայք կա։ Armenian LGBT։ Ուրեմն, այս մի 20 օր առաջ, մի ամիս առաջ էս արտահոսք եղել, հա, ինչի մասին ես համ հեռուստատեսությամբ եմ ասել, համ այստեղի եթերով, որ էսի հիմա նորից է բան լինում, արդեն օրի ժամ են ֆիքսել, որ այս բանի հյուրերը որ գալու են Եվրոպայի շատ է չափազանց ինքը կարևոր ու Հայաստանի համար ճակատագրական բան է, նախ հեղինակության Հայաստանի հեղինակությունը որ ելնում տարածում է, բարձրանալու է գնա գալիս է, ու Հայաստանը լինելու առհասարակ աշխարհի ուշադրության կենտրոնում, աշխարհի տարբեր լիդերներ լինելու են մեր երկրում։ Սա ցանկացած պատկերացրեք մեր երկրում չլինի, ուրիշ երկրում լինի, ինչ նախանձով ենք նայելու։ Սա ցանկացած երկրի համար բան է, էլ հիմա այդ պատվին ենք արժանացել, որ ունենալու ենք շատ առաջնային պլանի ներկայացուցիչներ մեր երկրում։ Դե գիտեք, մեր ռուսամետ ընդդիմությունը, եթե եվրոպամետներին փորձում է քննադատի, միայն մի բանով է քննադատում, ուրիշ բան չի կարող գտնի, մենակ մի բան։ Բա դուք ուզում եք որ LGBT համայնք լինի, դուք ուզում եք որպեսզի գեյերը, չգիտեմ ինչեր։ Ու սա ասում են ռուսամետները։ Իմիջիայլոց Ռուսաստանի բոլոր աստղերի 99%-ը ոչ միայն գեյ ու լեսբիան, այլ ինչ ասես են։ Աշխարհի լեկտիությունն հանդիպել։ Էլ չասեմ, իրանց ներսում ինչքան այդպիսի կկան։ Հիմա սրանք ես մի 20 օր մի ամիս առաջ եթեր արեցի ու բացատրեցի, ասի ժողովուրդ ասած բան եմ պատրաստում։ Արտահոսքը արդեն կար։ Հավաքում են ուրիշ երկրներից գեյերի, ազգությամբ հայ կլինեն չեն լինի։ Որպեսզի այդ օրերին, այդ ժամանակ ասում են այդ օրերին, որ դե մի քանի օր են, չէ՞, ստեղ լինելու, շքերթ անեն։ Փորձելու են տենց բան անեն։ Որտեղ որ նայեք ոնց է ստացվում։ Եթե ոստիկանը ձերբակալում է, դա այն կամ այն երկրի ղեկավարը կարող ուրիշ ձև, չէ՞, իմպլեմենտացնի, ինքը այն երկրի ղեկավարն է, իր մոտ մի քիչ նենց է գալումը կամ նենց է, ամեն երկրում մի ձև է։ Ցույց եմ տալի դրանով, որ տեսեք բան անում, ազատության դեմ Նիկոլը պայքարում է։ Եթե չեն ձերբակալում, իրաց լրատվականները կյանքները սուտում են, տեսեք Նիկոլին մերսի են ասում, այսենց այս է Եվրոպան, որ ուզում եք դուք գնաք, հասկացաք։ Այսինքն ասես մի հատ սերժական շախմատային քայլ են որոշել։ Հիմա արդեն տարածվում է օրն ու ժամը։ Սրանք նու անգլերեն է, ամսի 5-ին, մայիսի 5-ին, ժամը 5 PM։ Երևան Republic Square, դա որ դա square-ը։ Այգի։ Հա? Այգի։ Այգի։ Վերաբարակում։ Այս այգի։ Լավ, դասը ես տանեմ թարգմանեմ, ուղարկեմ թարգմանենք ասեմ։ Ու սրանով ուզում այս մեծ շքերթը կազմակերպում են ռուսամետ ուժերը, քոչա սերժական, էսի իմացեք։ Տաշիր Սամոյա, Ծառուկյան, Գագոյա, Տևանյանը, Խառը, Թաթոյանը, Խառը ուժերը։ Սրանք են սա կազմակերպում։ Չէ, տպել չես կարող, Միրճ ջան։ Նայ, խնդիրը որն է։ Ես ստեղ ուզում եմ մի քիչ ըմբռնենք իրար։ Հայաստանը շատ վաղուց, տասնյակ տարիներ առաջ, միացել է Ստամբուլյան կոնվենցիային, ինչը ենթադրում է նաև, որ դու իրավունք չունես իրան ճնշելու իր սեռական կողմնորոշման համար։
Հայաստանի համար մի հատ սպეციფიկ փակ կա։ Եթե դու մարդուն խփես նրա համար, որ ինքը, չգիտեմ, տրանսգենդեր է, դու ես դատվելու, որտեղ մարդ ես խփել։ Մարդ ես խփել, հասկացա՞ր։ Ինքը իրավունքներ ունի, բայց մյուս կողմից մեր հայկականությունը ոնց որ կարողանում է պահի այն իրավիճակը, որ սրանք դες պարատ մարատներ էլ չանեն, էլի, որ գովազդ է, էլի, դա առու կոնկրետ, հասկացաք։ Ու այս հանրության ընկալումները, որ սուր են, հավատացեք հարցեր առաջացնում է շատ միջազգային կառույցներում, բայց հնարավոր լինում է իրան բացատրել, սղացնել տանել։ Ու էլի է լինելու, որովհետև հիմի, ասենք, երկրներ կա, որ իսկապես իրանք չեն ընդունում, բայց իրավունք է։ Մարդը, էսի մարդն է, իրավունքն է։ Ուզում եմ, հա, թող ապրի։ Չես կարող դու դրա համար իրան նեղացնես։ Կարաստից գնա այնտեղ, այնտեղից գնա այնտեղ, կարելի լինի, բայց պարադի մասով արդեն սա այն չափազանցվածությունն է, որ փորձում են սարքել, որպեսզի եւ շատ լավ գիտեն Եվրոպայի լիդերների ներկայությունը Հայաստանին ինչեր է տալու, ու Հայաստանը ոնց է հետո լավ քայլերով առաջ գնալու, եթե հունիսի 7-ի ընտրություններն նորմալ անցնեն։ Այդ դրա համար որպեսզի հանրային ընկալումների վրա ազդեն, որ մարդիկ ովքեր դեպք կողմնորոշված են, վայ sense լինելու բան չէ, ասեն լավ, մի ընտրենք, բա որ սրանք գնան Եվրոպա, բայ երեխան սրանց սմանների մեջ ոնց է մեծանալու։ Շորոց տեսնես դրանց սմանների մեջ մեծանալու։ Ինչքան Ռուսաստանի հետ լինեք, այդքան ավելի վատ։ Այն որ հիմի արդեն դեպքեր եք լսում 13 տարեկան աղջիկ երեխա եղի, եթե Մոսկվայից եկել, արխային եք այդ բանը, այդ սերրակախսությունը։ Եվ այդ դոգը, որ առավոտից իրիկում բերանը 80-90-ի վրա բացած էր, տեսած չէ ոնց վերջին բանին ասաց ես ուզում եմ ինձ Ռուսաստան դեպորտ անել։ Որ ասում է գրուշնիկի բիվշին չի լինում, ինքը չի կարող ճիշտ բան անել, իր ֆունկցիան ուրիշ բանի մասին է, ու ժամանակ առ ժամանակ բացատրում է ինչի մասին է։ Այդ է ասում, այն բախտերը։ Հասկացա՞ք։ Հիմա նույնն է էսի, սրանք ռուսամետ ուժերն են կազմակերպելու եվրոպականի անվան տակ։ Արմենիան ԼԳԲՏ, դենց ինչ որ կառույց է։ Նենց որ զսպվածություն ենք ցուցաբերում, շանտեղ չենք դնում, չենք սպառում տվյալ լուրերը տարածող կայքերի դիտողականությունը։ Եթե հանկարծ նման բան ենք նկատում ու տեսնում։ Սրանք ուզում են ամեն ինչ անեն, որպեսզի կամ Եվրոպայի արևմուտքի վերաբերմունքը մեր հանդեպ փոխեն կամ հակառակ։ Իմիջայլոց ասեմ ձեզ, որ այն ինչ որ հիմա կատարվում է Ադրբեջանում, որը չգիտես ինչի նորմալ չի լուսաբանվում, այդ միջազգայնագետները, թուրքագետները, բան, ինչ որ ձենները չի լսվում, որովհետև Ադրբեջանը կեիշեիք, որ ԽԽՎ-ն կասեցել էր, իրաց պատժել էին, էլի չէ, բանը, մասնակցություն արկել է։ Սրանք են հիմա, ոնց հասկացա, այսօր էին հրապարակել, որ իրանք են կասեցնում համագործակցությունը։ Այսինքն Ադրբեջանը ամբողջովին ընկնում է արդեն ռուս ու այն այսինքն թուրքական տեսնակ բան կա էլի։ Նու հիմա մի քիչ ուսումնասիրեմ, որ ավելի մանրամասն կասեմ։ Ընկնում են լրիվ ուրիշ զամբյուղի մեջ։ Ու եթե մենք հանկարծ հունիսի 7-ին անկանք ռուսական զամբյուղի մեջ, ցավները տանեմ, երկներս երկված են։ Դա լավ իմացեք։ Մենք ինչքան էլ հարաբերությունները պիտի փորձենք կարգավորենք, միևնույն ժամանակ չենք կարող հայտնվել նույն բանի մեջ։ Այն է Ռուսաստանի վերահսկողության տակ։ Սա տեսեք Ադրբեջանը արդեն գնաց այդ ճամփեն։ Ասենք հիմի չեն կարող ռուսամետները ասեն, որ այ մենք ռուսների հետ լինենք, որպեսզի նրանք մեզ Ադրբեջանից պաշտպանեն, չէ՞։ Չեն կարող ասեն, որովհետև Ադրբեջանը արդեն չի դիտարկվում որպես իբր արևմտամետ։ Այո, եթե մոռացել եք հիշեցնել, որ մինչև 18 թիվը ձեզ ինձ բոլորիս համոզում էին, որ Ադրբեջանը արևմուտքի է, դա մենք Ռուսաստանի։ Այսպես էին մեզ ներկայացնում։ Այնինչ հետո պարզվեց, որ ամենա Ռուսաստանի մեջ գտնվողը հենց Ադրբեջանն է, ու հիմա էլ էս արանքում այդ քայլն է արել։ Նենց որ աշխարհքաղաքական լրջագույն խմորումներ են գնում ուսած վերադասավորումներ, ու էս ամեն ինչի մեջ ժողովուրդ ջան, եկեք բախտներս հավայի չփորձենք, ուրիշ բաներ չանենք։ Լավ եղեք, ամեն ինչ շատ լավ է լինելու, հեշտ չմտածեք, այս զրպարտիչներից ասված ձեզ Եվրոպայի, ես էլ ինչ անեմ, մի կերպ կդիմանամ, սա դեռ ծաղիկներն է, վստահաբար մինչև հունիսի 7-ը շատ բաներ եք տեսնելու իմ անունով, խնդրում եմ այդ պարագայում պարզապես մտնել իմ այդ ստուդիայից նման հրապարակում արել եմ, սա նմանա գիտեք ինչին, այն բանը, որ տարածել էին, իբր Փաշինյանը գրառում էր արել, որ բան, տարերը չգիտեմ ոնց է, ինչ որ տես տարերի հետ կապված ինչ որ ապուշ գրառում էին արել, ու Նիկոլ Փաշինյանի էջն է իբր սկրինշոտ արած տարածում էին։ Այ այստենց զրպարտիչներ են սա։ Կտեսնեք մի բան, մտեք իմիջ ստուգեք։ Կա թե չկա։ Չկա, ուրեմն անցանք։ Չնայած ես չեմ կարող, դուք արդեն ինձ ճանաչում եք իմ տեսակը ու գիտեք որ շատ բաներ կա, որ իմը չի, ես չեմ ան, էլի, ասենք տենց։ Նենց որ ամեն ինչ շատ լավ է լինելու։ Հեշտ չմտածեք, մեր մոտ բայովի գոտովնես նոմեր 1-ն է, իհարկե քաղաքական իմաստով,
Լավ եղեք Ժորժ ջան, բարի գիշեր։